բոլորիս նպատակը միայն մեկն է, որպեսզի հնարավորինս կարողանանք Դավիթի վերաբերյալ տեղեկատվությունը տարածենք եւ այդ առումով օգնենք։ Ընդամենը չեմ ուզենա, որ որևէ քաղաքացու իրավունք ոտնահարվի, որևէ քաղաքացուց մենք նամակ ստանանք, որ ես չէի ուզի Երևանի կադրերում, քանի որ մտնում էի հիվանդանոց։ Իմ խնդրանքս, հիմա ես ձեզ ասեմ, առողջական վիճակը կտրուկ վատացել էր վիճակը, արդեն տեղեկացրել են Կարմավիր ՔԿ-ից, նրան տեղափոխեցին Աբովյան ՔԿՀ։ Բժիշկների հետազոտության արդյունքում, քանի որ գիտակցության կորուստի արդեն գիտեք, նորից չկրկնվեմ, շտաբօգնություն հրավիրվեց, տեղափոխվեց Աբովյան ԲԿ-ում, քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի եւ ինչպես մայրն էր ասել 9 օրեկանից նա բուժվել էր այս ոչ կենտրոնում։ Մի տեղը հակասում է մյուս տեղին, մի ներարկումը մյուս ներարկումի։ Ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գայանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է, թե չի կարելի, այս մյուսի հետ կարելի է, թե չէ, եւ որոշում կայացվեց, որ երեխային տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Այս պահի դրությամբ այլ նորություններ չունեմ, միայն մեկ իր քրոնիկ խնդիրներով պայմանավորված է վատթարացել, թե հոգեբանական բոլոր խնդիրները միասին։ Բոլոր խնդիրները միասին կան, առաջացել են նաև այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակել։ Այսինքն Աբովյան ԲԿ-ում չեն կարողացել պատշաճ բուժօգնություն։ Աբովյան ԲԿ-ն պատրաստ էր ամեն ինչ անել, քանի որ իր վիճակը այնպեսին կոմպլեքս է, իր բուժումը, դրա համար այսպեսի որոշում։ Հիմա խնդրում եմ, շատ խնդրում եմ, գիտեք, որ կարող է մի ժամ, կարող է 10 ժամ, չգիտեմ, ոչինչ մենք չգիտենք։ Ես ձեզ շատ խնդրում եմ, ես գիտեմ, որ դուք բոլորդ մեր կողքն եք։ Եկեք հիմա ամեն ինչը դադարեցնենք։ Ես որպես Դավիթ Մինասյանի պաշտպան, Դավիթ Մինասյանի, դուք գիտեք, ես հայտարարել եմ, որպես մայր եմ դա հանդես գալիս։ Ես պատրաստ եմ բոլորիդ հրավիրեմ, թե Մամուլի ասուլիսի, թե ձեր հաղորդումներին բոլոր տեղերը։ Մենակ Նախճուկները առնվազն կարելի է սպասել տարեկանալ Ես բոլորիդ կասեմ, մենակ խնդրում եմ նկարահանումները դադարեցնել։ Չեք հասկանում, հիվանդանոցից ենք աշկանդել Սուսի ջան, դուք մեզ գիտեք, այսինքն ոնց եք պատկերացնում, վարչապետը ինձ կկաշկանդեր, թե հիվանդանոցով չէ, ձեր մասին չի խոսքը, հիվանդանոցից։ Առողջապահության նախարարությունը այսօր մեզ ասում էր, որ բժիշկների հսկողության տակ է գտնվում եւ առավոտվա դրությամբ կարիք չկա տեղափոխել հիվանդանոց։ Այդ ընթացքում ինչ փոխվեց։ Դժգոհում ասում էին, որ մեր հսկողության տակ է, բուժզնվել է։ Անընդհատ եղել է ինքը, բժիշկները գնացել են զննվել, բայց այն վիճակը չեն կարող իրանք ապահովել։ Ինչ հատկություն ունենում իր հետ։ Ունեն մա գիտակցության կորուստ, որից հետո պետքա մարդը գիտակցության գա, չէ։ Այո, ունեցել է գիտակցության կորուստ։ Ավարտել Սյուզի ջան։ 2 օրվա մեջ 3-րդ անգամ։ Այո, 3-րդ անգամ։ Ես վազեմ ներս։ Ես ավելի օգուտ կտամ, եթե վազեմ։ Խնդրում եմ, բայց դադարացրեք։ Ինձ ոչ մեկ չի կարող կաշկանդել որևէ ձևով, խնդրում եմ։ Ասեք, որ մեզ էլ չեն կարող կաշկանդել։